Հաղորդման գործընկեր Յասաման ռեստորան։ Հաղորդման գործընկեր Elson Salon Studio։ Արդյոք դդմի, կտավատի եւ քունջութի սերմերը լինելով օգտակար նաեւ առողջարար են։ Բջջանյութի պարունակության շնորհիվ կարող են ոչ միայն բուժել որոշակի հիվանդություններ, այլ նաեւ կանխարգելել որոշ հիվանդությունների առաջացում։ Այդքան տարածված չիայի սերմերը նույնն են մեր հայկական կտավատի սերմերի հետ, իրենց հատկանիշներով, օգտակար հատկություններով բավականին նման են, կան տարբերություններ։ Դդմի սերմերը ինչ առողջարար հատկություններ ունեն։ Նշեմ նաեւ դդմի սերմերից մեկ հատկություն եւս տղամարդկանց մոտ կարող է շագանակագեղձի ֆունկցիան լավացնել իր մեջ պարունակվող օգտակար նյութերի ու հակաօքսիդանտների շնորհիվ։ Ինչ պետք է ասենք քունջութի սերմերի մասին, գիտեմ, որ շատ հարուստ է կալցիումով, Ուրեմն քունջութի սերմերը կալցիումի քանակությամբ չեմպիոն են։ Դուք դիտում եք Միֆ թե իրականություն հաղորդումը բարև ձեզ։ Արդյոք դդմի, կտավատի եւ քունջութի սերմերը լինելով օգտակար նաեւ առողջարար են։ Միանշանակ այո, եւ սա ապացուցված փաստ է։ Այսօր խոսելու ենք սերմերի բուժիչ ուժի օգտագործման եղանակների պահման պայմանների մասին սննդաբան Նանե Էզդանյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ Կարինե ջան հրավիրելու համար եւ վստահ եմ, որ ունենալու ենք բովանդակալից եւ հետաքրքիր զրույց։ Սկսենք։ Արդյոք այս սերմերը քունջութի, դդմի եւ կտավատի սուպերֆուդ են եւ եթե այո, ապա ինչու։ Այո, միանշանակ սուպերֆուդ են, ինչու, քանի որ պարունակում են մի շարք միկրոէլեմենտներ եւ վիտամիններ եւ իրենց մեջ միկրոէլեմենտների, վիտամինների, ինչպես նաեւ բջջանյութի պարունակության շնորհիվ կարող են ոչ միայն բուժել որոշակի հիվանդություններ, այլ նաեւ կանխարգելել որոշ հիվանդությունների առաջացում։ Ինչպես կասեր Հիպոկրատը, թող սնունդը դառնա ձեր դեղը եւ դեղը ձեր սնունդը։ Ուրեմն ասենք թե ինչ են սրանք իրենցից պարունակում եւ ամենասկզբում սկսենք կտավատի սերմերից։ Շատ լավ, կտավատի սերմերը առաջին հերթին հատկանշական է նշել, որ հարուստ են օմեգա 3 ճարպաթթուներով, մեծ քանակությամբ առողջ ճարպեր են պարունակում, իսկ առողջ ճարպերը, ինչպես հայտնի է, կարևորագույն նշանակություն ունեն մարդու սիրտանոթային համակարգի առողջության համար, ինչպես նաև իջեցնում են վատ խոլեստերինի մակարդակը եւ բարձրացնում են լավ խոլեստերինի մակարդակը, նաև նշանակություն ունեն մաշկի առողջության համար, նաև կտավատի սերմերը հատկանշական իր մեջ մեծ քանակությամբ բջջանյութի պարունակությամբ, իսկ բջջանյութը մեր ստամոքսաղիքային տրակտի ամենալավ բարեկամն է, քանի որ մարսողական համակարգի առողջության մեջ մեծ նշանակություն ունի, նպաստում է մարսողության բարելավմանը, տալիս է հագեցվածության երկարատև զգացողություն, ինչի շնորհիվ էլ օգնում է քաշի վերահսկմանը։ Փաստորեն կարող է օգնել նաև նիհարել։ Եվ կտավատի սերմերը բավականին մատչելի են։ Օմեգա 3-ի կարիքը այս ճարպաթթուների այսքան կարևոր մեր օրգանիզմի համար կարևոր են, բայց բավականին թանկարժեք են եւ ծովամթերք մենք ծով չունենք, որտեղից ձեռք բերել, դուք կարող եք բավական մատչելի տարբերակով ձեռք բերել կտավատի սերմերը, այն աղալ, հիմա կասենք պատրաստման եղանակները, պետք է արդյոք թրջել եւ ինչի մեջ օգտագործել։ Շատ լավ Կարինե ջան, ուրեմն կտավատի սերմերը կարելի է օգտագործել ինչպես ամբողջական, այնպես էլ աղացած վիճակում, ինչպես ամբողջական, այնպես էլ աղացած վիճակում այն կարելի է ավելացնել մածունի, յոգուրտի, կեֆիրի կամ ջրի մեջ, նաեւ որոշ թխուկների, աղցանների մեջ, սակայն նշեմ, որ աղացած ձևով յուրացումը ավելի լավ է, սակայն մի բան էլ նշեմ, աղացած ձևով չի կարելի երկար պահպանել, այսինքն մաքսիմում 1-2 օր եւ կորթնի է, այսպես ասած, եւ պիտանի չի լինի օգտագործման համար, դրա համար նույնիսկ խորհուրդ կտամ միանգամից օգտագործելուց առաջ որոշակի փոքր քանակությամբ աղալ, օրինակ 100 գրամ աղալ ամբողջ ընտանիքի 2-3 օրվա պաշարի համար եւ այդպես փոքր քանակությամբ օրական 1-2 թեյի գթալ, լուծել ջրի մեջ, լուծել կեֆիրի մեջ եւ այդպես օգտագործել։ Շատ առողջարար է եւ սննդարար։ Որքան է թույլատրելի չափաբաժինը օրական։ Օրական թույլատրելի չափաբաժինը մեծահասակներին 1-2 թեյի գթալ է, ոչ ավել։ Հիշենք, որ բջջանյութեր մեծ քանակությամբ պարունակում եւ բջջանյութը ճիշտ է, քիչ քանակությամբ շատ օգտակար է, սակայն պետք է նշել, որ մեծ քանակությամբ օգտագործելու դեպքում կարող է մարսողական համակարգի գանգատներ առաջացնել, օրինակ փորլուծություն կամ փորկապություն, վքնածություն, փքվածություն եւ այլն։ Երեխաների մոտ
Երեխաներին կարելի է սննդակարգում ներառել 1+ տարիքում, սակայն քիչ քանակով, մեծահասակի օրվա թույլատրելի քանակի 1/4 չափով եւ ներմուծել աստիճանաբար, այսինքն թեյի գթալի 1/4 չափով սկսենք, տեսնենք երեխայի ռեակցիան, էլի խառնենք յոգուրտի մեջ, թխուկների մեջ, շիլաների խյուսերի մեջ եւ օգտագործել։ Դեպ այդքան տարածված չիայի սերմերը նույնն են մեր հայկական կտավատի սերմերի հետ, իրենց հատկանիշներով, օգտակար հատկություններով բավականին նման են կամ տարբերություններ։ Որպես այդպիսին շատ էական տարբերություններ չկան, երկուսն էլ մեծ քանակությամբ բջջանյութեր, օգտակար ճարպաթթուներ, միկրոէլեմենտներ եւ վիտամիններ են պարունակում, սակայն տարբերություն կարող եմ նշել այն, որ որոշ մարդիկ, որոշ երեխաներ չիայի այդ մածուցիկությունը, այսպես ասած, չեն սիրում եւ որպեսզի մածուցիկ չլինի, մեկ թեյի գթալ չիան կարելի է փոխարինել մեկ թեյի գթալ կտավատով եւ օգտագործել ու էլի ստանալ բավականին մեծ սննդարար արժեք ունեցող մթերք։ Կարող են այս երկուսը միախառնել կտավատի եւ չիայի սերմերը եւ ինչ հակացություններ կան։ Այո, կարող են, նույնիսկ միմյանց հետ օգտագործելը կարող է փոխլրացնել ամեն մեկի օգտակար հատկությունները, սակայն պիտի նշեմ, որ այստեղ չափի զգացողության հետ հարկավոր է գործ ունենալ եւ ամեն մեկից մեկ թեյի գթալ է խորհուրդ տրվում օրական օգտագործել, ոչ ավելի, որովհետեւ չափի շատ օգտագործելու դեպքում էլի օրգանիզմը կստանա բջջանյութի կերդոզավորում եւ կունենանք մարսողական համակարգի գանգատները, որը արդեն թվարկել եմ։ Դդմի սերմերը ինչ առողջարար հատկություններ ունեն։ Դդմի սերմերը ունեն մեծագույն առողջարար հատկություններ, առաջին հերթին պարունակում են մագնեզիում, ցինկ, երկաթ, նույնիսկ կալցիում, առողջ ճարպաթթուներ, սպիտակուցներ, ամինաթթուներ։ Սկսեմ սկզբից, ունի մագնեզիումի մեծ քանակություն, իսկ մագնեզիումը, ինչպես հայտնի է, մեր նյարդային եւ մկանային սրտային համակարգի ընկերն է եւ նպաստում է նյարդային համակարգի առողջությանը։ Մեծ քանակությամբ ցինկ է պարունակում, ինչպես գիտենք, ցինկը շատ հզոր հակաօքսիդանտ է, որը իմունային իմունային համակարգի բարելավմանն է նպաստում, ինչպես նաև նպաստում է մաշկի եւ մազերի որակի լավացմանը, նպաստում է վերքերի շուտ ապաքինմանը իր հակաօքսիդանտ հատկության շնորհիվ։ Նշեմ նաև դդմի սերմերից մեկ հատկություն եւս տղամարդկանց մոտ կարող է շագանակագեղձի ֆունկցիան լավացնել իր մեջ պարունակվող օգտակար նյութերի ու հակաօքսիդանտների շնորհիվ։ Իսկ միֆ չէ, որ դդմի սերմերը կարող են օգնել փորկապտության դեպքում, անգամ ճիճվագրության դեպքում։ Միֆ չէ, շատ ճիշտ է, կարող են օգնել, քանի որ իր մեջ պարունակում է մեծ քանակությամբ անլուծելի բջջանյութ, իսկ անլուծելի բջջանյութը արդեն մեր մարսողական համակարգի բոլոր խնդիրները կարելի է ասել լուծում է, այսպես ասած, ավելորդ նյութերը ավլուն տանում է օրգանիզմից եւ այդպիսով օգնում է ազատել փորկապտությունից։ Դդմի սերմերը շատ լավ օգնում է ակնեի դեպքում, հատկապես դեռահասներին կարող է օգնության հասնել։ Այո, ինչպես նշեցի, դդմի սերմերը մեծ քանակությամբ ցինկ են պարունակում, իսկ ցինկը հակաբորբոքային, հակաօքսիդանտ հատկություններով է հայտնի եւ կարող է ակնեի դեմ պայքարում օգնել։ Իհարկե, խոսքը բարդացած դեպքերին չի վերաբերվում, բնականաբար բարդացած ակնեի դեպքերը պիտի մաշկաբանը համապատասխան դեղորայքի միջոցով բուժի, սակայն թեթև տարբերակները կարող է միանշանակ օգնել եւ կանխարգելել։ Կան հակացություններ։ Այո, կան մարսողական համակարգի խնդիրները, օրինակ ստամոքսի եւ 12 մատնի աղիքի խոցային հիվանդություն, գաստրիտ, այսինքն այն վիճակները, երբ որ ստամոքսի լորձաթաղանթը վնասված է, այս դեպքում ցանկալի չէ օգտագործել դդմի սերմերը եւ որոշ հիվանդությունների դեպքում նույնիսկ հակացուցված է։ Ինչպես օգտագործել դդմի սերմերը։ Մենք գիտենք, որ տարբեր առաջարկներ կան, աղով դդմի սերմեր, բոված սերմեր, սրանք կորցնում են իրենց օգտակար հատկությունները եւ որքան է օրվա չափաբաժինը թույլատրելի։ Ուրեմն դդմի սերմերը ցանկալի է օգտագործել հենց այդպես հում վիճակում, սակայն այնուամենայնիվ, եթե կա մեկը հում վիճակով օգտագործելու դեպքում համը դուր չի գալիս, կարելի է թեթև բովել, սակայն բովել թույլ կրակին եւ կարճ ժամանակով եւ բովելու ընթացքում չօգտագործել աղ կամ յուղ կամ ձեթ, քանի որ դրանց օգտագործումը կնպաստի դդմի սերմերի օգտակար հատկությունների նվազման եւ չենք ստանա այն ուրեմն էներգետիկ արժեք եւ օգտակար
այդ նյութերը ինչ որ կստանային քուն վիճակով եւ աղացած նույնպես կարելի է օգտագործել, աղացած հատկապես կարելի է երեխաների խուսերին, շիլաներին, որոշակի թխուկների մեջ ավելացնել, սակայն տարիքից նշեմ, որ դդմի սերմերը 3+ են, այսինքն փոքր տարիքում չի կարելի օգտագործել մի քանի պատճառներով։ Առաջին հերթին, որ դրանք փոքր են չափերով ու երեխաները դժվար են կարողանում կուլ տալ ու խեղդվելու որոշակի վտանգ կա, իսկ աղացած դեպքերում էլի ամեն դեպքում 3+ տարիքում, քանի որ երեխայի մոտ կարող են որոշակի ալերգիկ ռեակցիաներ զարգանալ ու չմոռանանք, որ փոքր երեխայի մարսողական համակարգը այնպեսին չէ, ինչպես մեծ մարդունը եւ նրա օրգանիզմում դեռևս ի վիճակի չէ մարսել այն նյութերը կամ սննդամթերքը, ինչ որ մեծ մարդու օրգանիզմը։ Օրական չափաբաժինը։ Օրական չափաբաժինը էլի 1-ից 2 թեյի գտալ, մինչև 1 ճաշի գտալ, այսինքն մինչև 20-30 գրամ, բայց չարաշահել բնականաբար չի կարելի մի քանի պատճառներով։ Առաջինը, որ բավականին կալորիական է, 100 գրամը ունի մոտ 550 կիլոկալորիա էներգիա, եւ երկրորդը, որ բջջանյութի պարունակության շնորհիվ էլի կարող է մարսողական համակարգի գանգատների առաջացման պատճառ դառնալ։ Ինչ պետք է ասենք քունջութի սերմերի մասին, գիտեմ, որ շատ հարուստ է կալցիումով, Ուրեմն քունջութի սերմերը կալցիումի քանակությամբ չեմպիոն են, քանի որ 100 գրամում պարունակում է մոտ 975 միլիգրամ կալցիում ու համեմատության համար ասեմ, որ նույնիսկ կաթնաշորի եւ կաթի մեջ այդքան կալցիում չի պարունակվում, դրանց մեջ պարունակվում է մոտ 5-6 անգամ ավելի քիչ կալցիում, քան քունջութի սերմերի մեջ, այո։ Պարունակում է նաեւ B խմբի վիտամիններ, երկաթ, պարունակում է նույնիսկ վիտամին C, որոշակի փոքր քանակությամբ միկրոէլեմենտներ, շատ օգտակար է, օգտակար ճարպաթթուներ, սպիտակուցներ եւ իսկապես քունջութի սերմերը սուպերֆուդ են համարվում։ Իհարկե բոլոր սերմերը, բայց իմ ամենասիրած սերմերը քունջութի եւ դդմի սերմերն են, կարող եմ ասել։ Որտեղ ավելացնել եւ ինչպես օգտագործել։ Քունջութի սերմերը շատ գեղեցիկ նայվում են օրինակ թխուկների վրա, էլի կարելի է օգտագործել սմուզիների մեջ, կարելի է օգտագործել մածունի, յոգուրտի, կեֆիրի հետ։ Յուրացվում են առանց աղալու։ Կարելի է եւ աղալ եւ առանց աղալու նույնպես յուրացվում են, այո։ Օրգանիզմի կողմից։ Այո։ Բայց դրանք նախապես պետք չէ թրջել։ Չէ, նախապես պետք չէ թրջել, թրջում ենք չիան, որպեսզի իր մածուցիկությունը առաջանա ու ավելի լավ ներծծվի։ Կտավատն էլ կարելի է նախապես թրջել, բայց պարտադիր նախապայման չէ։ Էլի, եթե չափաբաժնին անդրադառնանք, 1 թեյի գտալ, 1-ից 2 թեյի գտալ, այո։ Շատ լավ, կան հակացություններ։ Նշեմ, որ քունջութը սուր ալերգեն է համարվում եւ մարդը, ով նախկինում երբևէ չի փորձել քունջութի սերմեր, պիտի սկսի շատ փոքր չափաբաժնից, քանի որ իր պարունակության շնորհիվ կարող է օրգանիզմում ալերգիկ ռեակցիաների պատճառներ դառնալ, դե ինչպես նաև մարսողական տրակտի այն բոլոր քրոնիկական հիվանդությունները, որոնց դեպքում բջջանյութ պարունակվող մթերքների չարաշահումը կամ օգտագործումը ցանկալի չէ։ Եվ վերջում այս բոլոր սերմերը օգնում են մնալ երիտասարդ, երկարաձգել երիտասարդությունը, ունենալ երիտասարդ, փայլուն մաշկ։ Սա միֆ չէ։ Ոչ, միֆ չէ։ Սրանք պարունակում են բազմաթիվ օգտակար անփոխարինելի ամինաթթուներ, իսկ ինչպես գիտենք, ամինաթթուները սպիտակուցների նախահիմքն են հանդիսանում, իսկ ինչպես գիտենք, սպիտակուցներն էլ մեր մաշկի, մազերի, եղունգների նախահիմքն են հանդիսանում, եւ այս տրամաբանական կապի շնորհիվ կարող ենք հասկանալ, որ մաշկի եւ մազերի ընդհանուր առողջությանը շատ լավ նպաստում են այս սերմերը։ Շնորհակալություն ձեզ ինֆորմատիվ զրույցի համար։ Ձեզ եմ շնորհակալ Կարինե ջան։ Տիրապետեք ինֆորմացիայի ուժին, տարբերեք միֆը, եղեք պաշտպանված, իսկ ինֆորմացիան մի բան է, որը կիսվելուց չի պակասում։ Կիսվեք այս ինֆորմացիայով ձեր ընկերների հետ։ Մենք հանդիպում ենք ամեն չորեքշաբթի եւ շաբաթ ժամը 17:30-ին։ Շնորհակալություն նաեւ Յասաման ռեստորանին, ընկերական ջերմ հանդիպումների լավագույն հավաքատեղի համեցեք Յասաման։ Մինչ հանդիպում։